Աշխատել ուղիղ եթերում ես կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն ամեն երկու շաբթի հանդիպում ենք նաեւ Տիկին Զորաբյանի հետ։ Իմիջիայլոց հենց պարոն Նահապետյանի հետ խոսում ենք, տակը գրում են իսկ ուր է Տիկին Զորաբյանը, պիտի գնա պարոն Նահապետյանը, որ հետո գա Տիկին Զորաբյանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, լավ չի, որ ինչ որ բան երբ որ արվում է, սկսում են անդադրա մասին խոսել։ Ես վստահ եմ, որ սա Տիկին Զորաբյանին էլ դուր չի գա, երբ որ մեր հայրենակիցները սարսափելի ծանր վիճակում հայտնվեցին, Արցախահայության մասին է խոսքը, այո, ես ասելու եմ, Տիկին Զորաբյանը իսկապես չի սիրում դրա մասին խոսել, մեծ ահռելի աշխատանք է կատարել նաև Տիկին Զորաբյանը, ինչ կերպ որ հնարավոր է, քանի որ գիտեք մարդիկ այդպես են, ում որ ճանաչում են էկրանից, որ ճանաչում են, մտածում են, որ այ ճիշտ կլինի իրեն դիմել իրենց օգնությանը, այս ուղակի նամակների տեղատարափ էր եւ վատ եմ զգում ճիշտ ասած դրա մասին խոսել, բայց այդ օրերին ես կարծում եմ ցանկացած նորմալ հայ ինչ իրենից կախված էր, ինչ հնարավոր էր փորձում էր անել։ Ես ճիշտ ասած այդ օրերին նաև ինձ խնդրեցին, որ հիվանդներ են տեղափոխել, փոքրիկ հյուրանոցում էին մնում արցախահայեր եւ մենք Նայրայի հետ Մելիքյան գնացինք նաև այցելեցինք այնտեղ եւ մենք ես այնտեղ ինձ համար գտա մի ճկնախ բալիկի Տիգրանին, այո։ Մայրը սրտի խնդիր ուներ հիվանդության, բայց այսօր գիտենք, որ սրտի խնդիրներ ունենալու դեպքում հնարավոր է բուժօգնություն եւ աջակցություն։ Ցավոք սրտի ես ժամանակ 3 թերթեցի գտա, գիտեք, չէ, ժամանակ դեռ Տիգրանը 5 տարեկան էր, խոսում է Տիգրանն էլի կարոտած, այդպես ես ուզում եմ գնալ Արցախ, ուզում եմ գնալ, ինչի նաև շատ սիրեցի, որովհետև տաղանդավոր բալա է, այս բալան աշխարհի բոլոր նախ շատ վարժ կարդում է, վարժ պատմում է տարբեր լեզուներով, հետո շատ լավ մաթեմատիկա գիտի եւ աշխարհի բոլոր երկրները, մայրաքաղաքները, այդպիսի բալա է, քաղցր բալա ու անցավ ինչ որ ժամանակ, ինչ որ կապը ինչ որ խզվել էր, հետո այսպես վատ լուր եկավ Տիգրանի հայրը զանգահարեց, ասեց, որ Շիրունան շատ ծանր վիճակում է։ Հիմա հիվանդանոցում է, այսպես շատ տխուր լացելով, որ նորմալ օգնություն ցույց չեն տալիս, մի հիվանդանոցից մի տեղ են ճանապարհում, դիմում եմ ես ինչ կարող եմ ասել, ասեցի դե դիմի առողջապահության նախարարություն, ասեց անընդհատ դիմում եմ, անընդհատ նամակներ, բայց անարձագանք է մնում։ Այսպես ես ճիշտ ասած այդ փուլում այդպես կորցրեցինք Իլոնային, մահացավ ինքը, փոքրիկ Տիրանը հիմա ինչպես 3 առաջ օրը գրել էի, երկնքից է միայն հետևում իր մայրը փոքրիկ Տիգրանին եւ նորից այցելեցի Տիգրանին եւ փոքրիկ գրառում էի արել, այնտեղ սրա մասին խոսել է, որ իր մայրը ցավոք սրտի երկնքից է հիմա հետևում Տիգրանին, բայց ինչու կորցրեցինք իրեն, որովհետև այդ անտարբերություններ ինչ էր, իմիջիայլոց ես այդ փուլում եւ մի մտավոր հետամնաց, որ եղել է Ալենի օգնականը, հիմա падգամավոր է դարձել, թե իշ մի դրա նկարը դրեք։ Որտեղ չէի ճանաչում իրեն, հետաքրքրվեցի, ասեցի, որ տես մտավոր հետամնացը ինչ որ բաներ է հայտարարում, ինչ որ բաներ է ասում, ինչ որ մեկը, էս, մի հատ դեմքին է, չգիտեմ ով է, ինչ անունը, Հասմիկ, հա, ես քանի որ ցած բոլորին այդ սոցցանցերում բլոկել եմ, չեմ հետևում, ինչ երեք ծանոթներիցս մեկը ուղարկեց, սա այդ գրառման վրա, որ գրել եմ նաև անտարբերության, անփութության բաներ, արձագանքել է սիրո մասին, որ մեր սերը արցախցիների, չգիտեմ, եւ ճիշտ էր ասում, բանը նժդեհը, այ տականքը, ազգի տականքը ինձ նկատի ունել է, ուրեմն այ բոմժ, այ մտավոր հետամնաց։ Երբ որ ես խոսում եի եւ գիտեք, չէ, եթերում դիմել եմ նայրա, դիմեցի, ասեցի, որ այսպիսի վիճակում է Արցախցի ձեր օգնության կարիքը ունի, հիմա այս պայմաններում է, դիմեցի նաև առողջապահության նախարարությանը, դիմեցի մեր հայրենակիցներին, 2 հոգի արձագանքեցին, փորձեցին ինչ որ բանով օգտակար լինել, խոսեցի ինչ որ բժիշկների հետ, չէ, բայց իրականում ասում եմ Լոնայի ամուսինը զանգահարում եւ այսպես լացով ասում էր, չէ, ուղղակի անտերությանը մատնած եւ ոչինչ չեն անում եւ ես կորցնելու եմ իրեն, ինքը հասկանում էր, որ կորցնելու է, որտեվ անտերության է մատնած։ Բա այ մտավոր հետամնաց, այ տականք, հիմա ես դա քեզ եմ ասում, չնայած ես գիտեք ինքան անհարմար եմ զգում, որ ես թափթփքների մակարդակի պիտի իջնեմ, ինչ որ բան պիտի ասեմ։ Բա ես որ դիմում էի, որ դուք այդպես մտահոգ, բա ուր էր ձեր նախարարը, ուր էր ձեր նախարարության աշխատակիցները, բա որտեղ էիր դու, այ մտավոր հետամնաց քո ղեկավարով, քո ղեկավարներով, բա որտեղ էիք։ Այդ ինչի՞ տենց արագ չարձագանքեցիր, այդ թեր հաս։
Չէ, հարց է ցակում, չէ, ինչի՞ չարձագանքեցի։ Հիմա որ դու սենց արձագանքում ես, մի հատ էլ այդ տականքն էլ է ազգովի։ Այն որ այդ պայմաններում այդ վիճակում եք, եւ Տիգրան այսօր ոչ միայն հայրենիք չունի, եւ գիտեք, չէ, միչեւ հիմա կարոտով իր սենյակն է ուզում, իր տունն է ուզում, մայր էլ չունի, այլևս։ Քանի որ Տիկին Թոմասյանը շատ ցավոտ խնդիր բարձրացրեց, այո, օրական երևի, ես չգիտեմ, տասնյակ, այո, շատ անհարմար եմ ես զգում այդ մասին խոսել եւ նաեւ ինչ որ արել է, հա, իսկապես էլի, նաեւ Տիկին Թոմասյանը արցախցիների համար ամենօրյա կապը իմ արցախցիների հետ կա, ամենօրյա կապը իմ։ Դրա մասին չի կարելի խոսել անգամ, չի կարելի իհարկե, բայց քանի որ երկու առանցքային խնդիր, որ արցախցիները, ես նշել էի, որ մեր զրույցի վերջում դրան անդրադառնամ, բայց քանի որ Տիկին Թոմասյանը օրակարգ բերեց խնդիրը, ուրեմն երկու առանցքային խնդիր։ Մենք գիտենք, որ վերջի օրերին, երբ որ Արցախը հայաթափվում էր, բենզալցակայանի պայթյունից մենք մի քանի 100 զոհ ունեցանք եւ առ այս պահը 22-ը անհետ կորած են։ Ես բարբերաբար ծնողներին հանդիպում եմ իրենց, կանանց ծնողներին անընդհատ ինչ-որ վարկածներ են քննարկում, այդ վարկածները ասում եմ գնացեք քննչական կոմիտե ասեք, նույնիսկ SMS ունեմ մեսենջերով եկած, որ ողջ ենք, աղդամում ենք, ասել եմ տարեք ներկայացրեք քննչական կոմիտե, բայց հիմա իրավական հարց կա, այդ ընտանիքները կարգավիճակ չունեն։ Այդ պայթյունից անհետ կորածների 22 անհետ կորածների մեջ նաև զինվորականներ կան, ովքեր ծառայությունից դիրքերից իջել են, որտեղ արդեն իրենց հայրենիքը հանձնված էր, որ բենզին ստանան եւ արտագաղթեն Հայաստան։ Այդ մարդկանց չեն տալիս կարգավիճակ, որպիսի նրանց ընտանիքները, նրանց մանկահասակ երեխաները, նրանց ծեր ծնողները կարողանան պետական որևէ աջակցությունից օգտվել, որևէ բացատրություն չկա, թե այդ անհետ կորածներին, իդեպ մենք այսօր դիահերձարանում բենզալցակայանի պայթյունից իբր մնացած 3 ընդամենը մոխրացած դիակ ունենք, 3-ից ոչ մեկի DNT-ն էլ չի համընկնում 22 անհետ կորածների հարազատների հետ։ Ինչ եղան այդ մարդիկ։ Ամեն դեպքում գոնե այդ մարդկանց կարգավիճակ տվեք, որովհետև այդ մարդիկ չեն կարողանում տան վարձ տալ։ Ամեն օր ես տանում եմ տասնյակ նամակներ, տասնյակ զանգեր արցախցիներից, որ այդ 50,000-ը կտրել են։ Մենք պիտի չխոսենք էլ արդեն արցախցիների խնդիրներից, մեր սերը արցախցիների, դու քո սերը էներ, որ դու ասեցիր Արցախը Ադրբեջան է ու որ հարձակվեցին, ասեցի մենք չենք կարող պաշտպանել։ Մի հատ լաս այս մտավոր հետավնացի ինչ է։ Մարիամ, падգամավոր է, ինչ է, սա օգնական է, ինչ է։ Падգա, դե հիմա խելոք, այս ինչ որ ասես Տիկին Զորաբյանը, խելոք, գրիկ առնես ու խելոք արձագանքես։ Այդ որ քո դերասանությունները, որ անում ես որ արցախցիների նկատմամբ մեր սերը, չէ, բայց մի հատ էլ բան է, հələ սրանն է, դրա դեմքը պետք չէ ցուցադրել, ով է ինքը, ես աշխատում եմ այդ կալիբրին, նույնիսկ չանդրադառնալ, նույնիսկ անունը չեմ իմանում եւ իրանց համար շատ մեծ պատիվ կլինի, որ մենք իր անունը եւ տակի գրառումները, ինչը դե պատասխան պահանջի, այ անդասիրակ, այդ թքող, մոր թքող բալա, 32 հոգու դատի ես տալի, դե գնա մի հատ հետամուտ եղի, դες ինչ այլանդակություններ են գրում, այս ինչ սպառնալիքներ ատակը։ Դա մեկ, որ 22 բենզալցակայանից այրվածների ընտանիքների կարգավիճակի հարցը պիտի լուծվի։ Մարդիկ տան վարձ տալու վճարունակ չեն։ Տասնյակ հազարավոր արցախցիներ չեն կարողանում այլևս տան վարձակալության գումարը տան, մի մասը արտագաղթել է, մի մասը այնպիսի պայմաններում ամնում ես գնում եմ եւ տեսնում եմ այդ պայմանները, որ կատաստրոֆիկ է, ամոթ է, մղձավանջային երազում անգամ այդ պայմանները հնարավոր չի տեսնել, երեխաները սոված են, սոված քնում են, սա զարհուրել է։ Եվ երկրորդ հարցը, որի մասամբ նաեւ Տիկին Թոմասյանը անդրադարձավ, այդ քաղցկեղով հիվանդների խնդիրն է եւ նաեւ սրտի, որը վերաբերում է ոչ միայն արցախցիներին, այդ որ ասում եք իբր քաղցկեղով բուժումը, քիմիոթերապիան անվճար է, ձեր գլուխը, ձեր հաստ գլուխը 1000 անգամ պատին եք տալի, ոչ մի բանն էլ անվճար չի։ Տեսեք անգամ սոցիալական են խավերը, որոնք իբր պետ պատվերով կպիտի քիմիոթերապիա ստանան, ամեն քիմիոթերապիայից 150,000 դրամ մարդկանցից փող եք ուզում։ Են էլ ասում եմ, երբ որ ինքը գտնվում է սոցիալական են խմբում, որ պիտի ստանա, դա նվազագույնն եմ ասում,
Մարդիկ գնում են ճարահատյալ Վրաստանից, բերում են առավել էժան եւ առավել որակյալ ամբողջ կուրսի քիմիոթերապիան, բռնում եք սահմանին, արգրավում եք, չեք թողում, որպիսի ձեր Նիկոլի գրպանում սատկած օլիգարխների թանկ ու կրակ եւ անորակ այլանդակ որակի քիմիոթերապիայի դեղերը կարանակ սաղացնեք ես չքավոր մարդկանց վրա վիճակագրություն ներկայացնեմ ուրեմն Հայաստանի Հանրապետության բնակչության 58.6%-ը սոցիոլոգիական հարցման արդյունքա դժվարանում է վճարել կոմունալ ծախսերը այդ որ գնալով 50 ուրեմն 8.6% պատկերացնում եք, այդ որ գնալով գույքահարկ եք ավելացնում, էս եք ավելացնում, են եք ավելացնում, հողի հարկ եք ավելացնում, մարդիկ չեն կարողանում վճարել, սա կատաստրոֆա է, սա աղետ է, ապահովագրություն եք իբր ներմուծում, որը իդեպ միակ դրական բանն կլիներ, եթե լիներ արդար, բայց այսօր մամուլում կարդացի, որ այդ բժշկական ապահովագրությունը, որ ներմուծում եք, ընդհանրապես բուժ ծառայությունների 30%-ն է փակելու, 30%-ի մեջ էլ կան հիվանդություններ, որ համավճարով է լինելու, ասենք 5 միլիոնա վիրահատությունը քաղաքացուն թոշակառուին ասելու եք 2.5 միլիոնը դուտուր, 2.5 միլիոնը պետությունը տա, այդ թոշակառուն որտեղից է այդ 2.5 միլիոնը տալու, որ մի հատ էլ սենց բոլոր կռիչներից ազդարարում եք, որ ներմուծում ենք ապահովագրություն, այլևս պետությունը 65 տարեկաններից ավելի բոլոր բժշկական ծառայությունները վերցնում է իր վրա չեք ամաչում, մարդկանց անկեղծ ասեք, որ սայա լինելու, սա վճարովի է, եթերում հրապարակային խնդրել եմ եւ նախարարության աշխատողներին եւ նախարարությանը եւ դիմել եմ բոլորին, որ այս վիճակում է, Արցախից եկած ծանր վիճակում էս մարդը ի վիճակի չի եւ չէ, այսպես կոնկրետ է դա եմ ասում, այ անամոթ, հիմա վերակացել դա այն մայ մտավոր հետա մնաց։ Դրան մի անդրադարձեք, իրան շատ երևի մեծ պատիվ է, որ դուք Իմիջայլոց, այս պահին հենց շատ լավ լուր, բայց ճակերտավոր կարծում եմ հետաքրքիր կլինի։ Ուրեմն տխուր լուր ունեմ, հայտնի թուղթ ստորագրած հերթականությամբ 2/10 անձանց համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդանի Սրբոց Ղևոնդյաց եկեղեցում 3 կայացած սուրբ եւ անմա պատարագի ժամանակ ըստ կարգի հիշատակվել է վեհապար Հայրապետի անունը։ Կարծում եմ դուք հասկանում եք, որ առանց թեմակալ առաջնորդի թույլտվության դա չէր կարող լինել։ Իսկ թեմակալ առաջնորդն այն նույն մարդն է, Տիկին Զորաբյան, խնդրում եմ ուշադրություն, ում անվան ներքո դուք դրել եք ձեր 9 ստորագրություններ, այսպես, այնպես որ կարող են այս 9-ից ոմանք գնան եւ ապաշխարեն, հիմա մենք արդեն տեսնում ենք եւ հետ կան, գանք եթե մայ թե էլի սոցիալական հարցեր ունեիք, չէ, այդ երկուսներ 22-ին անհետ կորածներին բենզալցակայանի պայթունից տվեք կարգավիճակ, ընտանիքները ծայրահեղ վիճակում են եւ լուծեք ընդհանրապես ոչ միայն արցախցիների, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ծանր քաղցկեղով հիվանդ քիմիոթերապիայի հարցը դուք ստում եք, դուք խափում եք եւ նաեւ սրտի ասելով, որ սոցիալական որոշ խավերի համար անվճար է սուտ եք ասում, իմ մերձավոր հարազատը սոցիալական ուրեմն ամենաբոլոր խոցելի խմբերում կա եւ ամեն քիմիոթերապիայի համար իրենից պարտադրել են եւ ստացել են գումարեն էլ անորակ քիմիոթերապիայի որակյալն էլ հարաբերականորեն որակյալն էլ չեք թողում մարդիկ կես գնով Վրաստանից բերեն որովհետեւ ձեր օլիգարխ թուլեքի բժշկական բիզնեսին կխփեն եւ հիմա ուզում եմ անդրադառնալ մի քիչ ավելի հանգամանալից ամենակարևոր եկեղեցու թեմային ինձնից առաջ բանախոսը խոսեց թե ինչի է այս ռեժիմը պատերազմ հայտարարել Մայրաթորին, այստեղ կաթողիկոսի խնդիրը չի, եթե պատերազմից հետո Մայրաթորը, վեհապարը ողջունեին այս իշխանության քայլերը, ասեին Արցախը Ադրբեջան է եւ վերջ, չգնար վեհապարը եւ Շվեյցարիայում չասեր
ասեր, այո, Կարապետյանի եւ իմացեք, որ կգնար եւ ասեր ճիշտ արել այս իշխանությունը, Արցախը Ադրբեջանա, Արցախի մշակութային ժառանգությունը դա ոչ թե հայկական, այլ աղվանական ժառանգություն է, եթե վեհապարը թելեր այս ռեժիմի թելը, եթե դռները բացեք ադրբեջանցիների համար, այո, ասեր որ գալիս են, բերում են, կբերենք մայրաթորում կպահենք, պետք կլինի ուրեմն այդ Ալաշուքյուր Փաշազադեն էլ կգա մայրաթորում մի հատ իրանց իսլամական մի հատ կարգ նամազ կանցկացնի իրանց կլկլոցը կդնեն, հավատացնում եմ ձեզ, վեհապարը 9000 երեխա էլ ունենար պայմանական, սրբազանները մի միլիոն անգամ էր կուսակրոնությունը խախտած լինեին, Նիկոլ Փաշինյանը նրանց ընդունելու էր, նրանց հիմա գալիս այո, կընդուներ նրանց եւ նրանց առաջ գլուխ կխոնարեր, հիմա որպես Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ հայկական ժամանակում աշխատած լրագրող մի հետաքրքիր բան պատմեմ, մեր թերթում մի քանի պերսոնաժներ կային նյութի առումով, որոնց հանդեպ Նիկոլը ուներ գենետիկ ատելություն, ինչ լինում էր պարբերաբար մենք այդ պերսոնաժներին հիշում ենք, որտեղ Նիկոլը ատում էր դրանց եւ դրանցից մեկը Նավասարդ Կճոյանն էր, նույն ինքը Բենթլի Սամոն եւ Բենթլի Սամո անունը Նավասարդ Կճոյանին դրել է Նիկոլ Փաշինյանը, հիշում եք չէ, նաեւ վերջերս ամբիոնից ակնարկելով Նավասարդ Կճոյանին Նիկոլը ասեց ինչ որ զենքի բիզնես եւ չգիտեմ ինչերի բիզնես եւ հիմա կա էս մոլորակի վրա մի մարդ, ով կարա մտածի, որ Բենթլի Սամոն, նույն ինքը Նավասարդ Կճոյանը կուսակրոն է, եթե Նավասարդ Կճոյանը կուսակրոնն է, ես էլ Անգլիայի թագուհին եմ, Բենթլի Սամո, դու կուսակրոն ես, ղժալը տեկավ չէ դրա վրա, եւ ամոթ է, երբ որ ահա այսպիսի պղծյալների ընդունում են եւ մի հատ էլ գլուխ են խոնարհում։ Ես հասկանում եմ, որ այս պղծյալներին կարգալույց հայտարարելը այդպես մի գրիչի խնդիր չէ, որ վեհապարը անի, դրա համար եկեղեցական ժողով հոգևոր խորհուրդ պիտի հավաքվի, բայց ես դիմում եմ վեհապարին, վեհապար մի անտեսեք, կարգալույց հռչակեք եւ բանադրեք դրանց, որովհետեւ եթե դրանք իրական հավատացյալներ լինեին, եթե դրանք իրապես ծառայեին Աստծուն, նրանք Նիկոլից չէին վախենա, նշանակում է նրանք Աստծո ծառաներ չեն, նշանակում է այսքան տարիներ նրանց մեջ Աստված չի եղել, որտեվ հոգևորականի, այն էլ բարձրաստիճան հոգևորական արքեպիսկոպոս, եպիսկոպոս, եթե նրա մեջ լիներ իրական հավատ, եթե նրա մեջ լիներ իսկապես Աստված, նրանք չէին վախենա եւ այդպես չէին կզի եւ ի վերջո Տիկին Թովմասյանն էլ նշեց եպիսկոպոսներից մեկին ու պայմանական վիրավորական իմաստով չեմ ասում, այսպես բոտեքս արած շրթունքներով, այո, դուք ինքներդ կարող եք հետևել, մասնագետները երևի կասեն, էլի ես այո, բնականաբար այդպես է, բա վստահեք, որ այդ նշանակեցին գին ունի, իհարկե, հանեցին, որովհետև Սամվել Կարապետյանի մերձավորների հրավիրած հանրահավաքին ներկա եղել, դրա համար հեռացվեց, բայց երբ որ գնաց եւ վաճառեց վեհապարին, նորից րոպեների ընթացքում ինքը դարձավ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, դիմում եմ վեհապարին, դրանց կարգալույց արեք, նրանց մեջ Աստված չկա, նրանք Աստծուն չեն ծառայում, ավելին, եթե մի քիչ անկեղծ լինեմ, վեհապար, ես չեմ ուզում այս հարթակից հիմա այդ մասին խոսել, բայց նաև չասել չեմ կարող, Բենթլի Սամոն, նույն ինքը Նավասարդ Կճոյանը, որի սկանդալների մասին 25 տարուց ավել գրողներից մեկն էլ ես եմ եղել հայկական ժամանակում եւ չի էլ հերքվել այդ ամենը, Բենթլի Սամոն, ով նախորեին տենց գլխահակ կանգնել էր եւ թույլ էր տալիս, որ իրեն ասեն Սուրբ հայր, Բենթլի Սամոին, Նավասարդ Կճոյանին ասել Սուրբ, այստեղ են ասել մեղա, չի կարելի
պղծությունը իջեցնել այդ աստիճանին, դեռ 25 տարի առաջ պիտի կարգալույց եղած լիներ, նաև բազմաթիվ այլ կուսակրոն ներողամտությանը տեսակ էլի ոնց պատասխանեց Տիչյանը, որ ասում են տականքների սրիկաներին չի կարելի անverջ հնարավորություն տալ։ Մի հատ պիտի խնդրեմ այս երկուսի մասին էլ ձեր կարծիքը ասեք։ Խնդրեմ, այս առաջինը նույն ինքը ըստ Նիկոլի, որ ասում է մամուլի տեղեկությունների Քյարամյանի հայրը, խնդրեմ։ Խոսում է ինչ-որ մաքրություն, ինչ-որ բանի տակ աստորագրել, որ մենք չենք կարող։ Ես օգտագործում եմ Նիկոլ Փաշինյանի տերմինոլոգիան, ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանի այդ հավաքվածներից որևէ մեկը կուսակրոն չէ, ավելին ըստ մամուլի հրապարակումների նրանցից մեկը, եկեք անունը չտանք, բոլորս հասկացանք ում մասին է, բացառապես այլ ուրեմն սեռական կողմնորոշումների։ Երկուսը ասում են, այստեղ երկուսի մասին են ասում այդպիսիները։ Կրկնում եմ, Նիկոլ, ըստ օդում կախված լուրերի ես լիբերալ մարդ եմ, որևէ մեկի գեյ լինելը ինձ բացարձակապես որևէ մեկի անկողնու մեջ մտնելուց հաճույք չեմ ստանում, ոնց որ դու բնականաբար գեյն էլ իրավունք ունի ապրելու, բայց միայն հոգեկան հիվանդն է մտնում ուրիշների անկողնու եւ ինտիմ բացարձակապես դա ինձ չի հետաքրքրում, բաստեղ ովքեր են կուսակրոն Նիկոլ Փաշինյան եւ ես վստահ եմ, որ այս բոլորի գրեթե առնվազն մեծամասնության, առնվազն մի քանիսի, որոնց վերաբերյալ մամուլը պարբերաբար գրում է, ոչ կուսակրոնության մասին, դուք ոչ միայն տեղեկատվություն ունեք, այլև նաև փաստեր ունեք, այլև նաև տեսանյութեր ունեք եւ ամենաաբսուրդը այն է, որ այս մարդիկ հավաքվել են եւ քննարկում են վեհապարի կուսակրոնության հարցը, մի հատ էլ հայտարարության տակ են ստորագրում, որ չի կարելի որ վեհապարը ըստ այս ռեժիմի կուսակրոն չէ, ձերը կարելի է, հա? Ձերը կարելի է, ձեզ կարելի է երեխա ունենալ, տեսանք չէ հրապարակեցի սրանցից մեկի, նույնիսկ կնոջ, փող սիրել, բենթլի սիրել, նարկոտիկ սիրել, զենք սիրել, ինչպես ըստ օդում կախված լուրերի եղել են բազմաթիվ հրապարակումներ, բա եթե արդար ենք, ուրեմն արդար պիտի դատվեն բոլորը։ Ո՞վ է դատողը, Նիկոլը։ Կամ դատողը ով է, հա, որովհետև ի վերջո, այո, մենք տեսել ենք նաև այստեղ Վատիկանի օրինակը պիտի բերեմ, բազմաթիվ կաթոլիկ շատ բարձրաստիճան հոգևորականների հետ կապված անգամ պեդոֆիլիայի բացահայտումներ եղան, այո, կազմակերպված չտեսանք, որ Իտալիայի որևէ իշխանավոր քիթը խոթի եւ դա բացառապես Վատիկանի ներքին խնդիրներ։ Մեկ այլ կարևոր բան, Վրթանես այսօր դիմել է գիտեք, տեղակ եք թե նոր է տարածել, դիմել է ոստիկանություն, այս մարդը ուզում է իր հոտից պաշտպանվի։ Այդ պատկերացնում է։ Հա, ուրեմն եւ հիմա ուզում եմ անդրադառնալ նաեւ Արցախի առաջնորդն ես, որ դու ուզում ես պաշտպանվել։ Ես չեմ ուզում պատմել են Վրթանես Սրբազան։ Ոնց է թռել Արցախից։ Այո, թե ինչպես պատմել են արցախցիներ, թե ինչպես էիք փորձում ըստ օդում կախված լուրերի, ըստ արցախցիների, ինչպես էիք փորձում ձեր հոտին թողնել եւ հնարավորինս շուտ հասնել Հայաստան։ Ես հասկանում եմ, կյանքը շատ թանկ բան է, բայց մենք ունենք արցախցի ղեկավարներ, Բաքվի բերդում խոշտանգվող, որոնց առաջարկվել է լքել Արցախը, միջև վերջին արցախցին ասել են դուրս չգա։ Դու հոգևորական ես, հա, կոչվում։ Դու սրբազան ես, հա, կոչվում։ Դուք կոչվում եք հոգևորական, հա, դե գիտեք իմ դաստիարակությունը։ Եթե մարդը գրում Արցախ-Ադրբեջան ասողի հետ, եւ հիմա ստորագրում։ Այո, եւ հիմա սրբազանները նստած, ես հասկանում եք, որ նաեւ այդ փակված 3 սրբազանների դեմ է ուղղված այս ամեն ինչը։ Ո՞վ է իրանց կալանավորել։ Եվ ահա, նաեւ ինչի մենք փորձում ենք հասկանալ, թե ինչի հակվեցին, ինչի են կալանավորված սրբազանները, որովհետև նրանք այո թույլ չէին տալու, որ այսպիսի ահա բղծություն տեղի ունենա եւ հիմա Վրթանես Սրբազանը վիդիտիլի դիմելա ոստիկանություն ընդամենը նրա համար, որ Արցախի ժողովուրդը ասելա, որ դու չես կարող այլևս ներկայացնել մեզ որպես արցախցիների, այդ դատի եք տալու, հա, 120,000 արցախցիներին լավ բարոյական անկումը, լավ տղամարդ բառը ասեմ, թե չասեմ, չգիտեմ, լավ մարդկային անկումը
ինչքան կարա եւ միջև որ պլինդուզի տակ կարող է իջնել։ Նորից դիմում եմ վեհապարին, վեհապար, գտեք տարբերակ, ինչ որ կերպ հրավիրելու հոգևոր խորհուրդ, կարգալույծ արեք Bentley Samoin եւ նրա կոդերին։ Երևի դեռ չեք հասցրել ծանոթանալ, դուք նույն բանն եք ասում Սրբազանների հետ, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, հիմա ես այդ հատվածը կընթերցեմ, բայց իրականում սա հարձակվել է եկեղեցու վրա եւ կաթողիկոսի վրա, ինչու, որտեւ կաթողիկոսը ասեց, որ Արցախը դա մերն է, մենք չենք կարող Արցախից հրաժարվել, որտեղ կաթողիկոս ասեց պապի հետ հանդիպման ժամանակ մանրամասն ասեց, խոսեց Ադրբեջանի ագրեսիայից, ռազմական հանցագործություններից։ Ոնց են ավիրում են եկեղեցիները, հուշարձանները, ինչ են անում։ Եվ նրա համար են հարձակվել կաթողիկոսի վրա, որ ինքը ասեց մենք չենք հրաժարվելու դրանից, մենք չենք հրաժարվելու մեր գերիներից, գերիների հարցը բարձրացրեց, սրբազանների մասին խոսեց, այսինքն եւ նաեւ նրա համար այսօր հարձակվել Տիկին Զորաբյան, խնդրում եմ ձեր ուշադրությունը, որ ինքը պահեց Արցախի թեմը։ Քեզ պահել է, հասկանում եք, այդ թեմը չի լուծարել։ Այ դրա համար է նաեւ, բայց ես վրթանեսը չգիտեմ ինչ ասեմ։ Այսօր ասում եք ինձ պաշտպանեք բանից, արցախցիներից եկեք ինձ պաշտպանեք։ Ի վերջո որևէ մեկին չի հաջողվել, այսպիսի ժամանակներ չէ, որ տեսել է հայ առաքելական եկեղեցին, բայց ես նորից կարծում եմ, որ վեհապարը ավելի վճռական պիտի լինի, պիտի բանադրի դավաճաններին եւ պիտի կարգալույծ անի Bentley Samoin եւ նրա կամպաշկային։ Խնդրում եմ բառերին ուշադրություն, տեսեք ինչ ասեմ, խնդրում եւ առաջարկում ենք վեհապար Հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարկով արդեն իսկ կայացրել են իրենց ուշադրություն խնդրում եմ դատավճիռը անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմեն դուք տեղյակ չեք բայց ասեմ որ նույն բանն եք ասում հրավիրել եպիսկոպոսատ ժողով ապահովելով մեր 3 սրբազանների մասնակցությունը կամ մեր ազատությունից հետո եպիսկոպոսատ ժողովից հետո կարելի կլինի գումարել ազգային եկեղեցական ժողով դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին դուք պարտավոր եք այլևս չի ենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վարկյան առաջ հայտարարություն հայտնել վեհապար Հայրապետի ենթարկվել նորին սրբության տնօրինությանը եւ այլն եւ ամենակարևորը դիմում ենք 10 դատավճիռների թեմերի քահանաներին դուք պարտավոր եք այլևս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վարկյան առաջ հավատարմություն հայտնել վեհապար Հայրապետին եւ ենթարկվել նորին սրբության տնօրինությանը Բագրատ եւ Միքայել Սրբազաններ հույսով որ Մկրտիչ Սրբազանը եւս միանում է այն ինչ որ ես ասեցի վեհապար ձև գտեք հրավիրելու հոգևոր ժողով կարգալույծ արեք Bentley Samoin-երին եւ մյուսներին եւ սեփական համայնքի դեմ իրավապահ համակարգին դիմաց վրթանես Սրբազանին կրկնում եմ նրանք Աստծոց չեն նրանց մեջ այլևս Աստված չկա, որովհետև եթե նրանք հավատային Աստծուն, եթե նրանց մեջ լիներ Աստված, ապա նրանք չէին վախենա այս ռեժիմից եւ նրա նման խոնարհաբար չէին կանգնի Նիկոլի առջև, նրանք պիտի կարգալույծ արվեն 1 րոպե շուտ, հնարավորինս շուտ Bentley Samoin, նույն ինքը Նավասարդ Կճոյանը, որին Bentley Samoin առաջին անգամ անվանվել է այն թերթում, որտեղ Նիկոլի հետ ես աշխատել եմ հայկական ժամանակում եւ միջև վերջերս Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսում էր Bentley Samoin-ի նույն ինքը Նավասարդ Կճոյանի Bentley-ների եւ մնացյալ այլ սկանդալային պատմությունների մասին նրանք իրավունք չունեն հոտ գլխավորելու եւ նրանք կարգալույծ պիտի լինեին մասնավորապես Bentley Samoin դեռևս 25 տարի առաջ։ Եվ դուք չեք կասկածում, չէ՞ Տիկին Զորաբյան, որ Արշակ Սրբազանի առջև եւս կոմպրոմատներ են դրվել, ակնարկեց դրա մասին։ Այո, եւ չի ընկրկել, բայց ես ուզում եմ երկու խնդրի եւս անդրադառնալ կարեւոր, որովհետեւ մենք հիմա անընդհատ զբաղված ենք այնքան ամեն օր օվերտոնի պատուհաններ է բացվում մեր երկրում, որ մենք չենք հասցնում հետեւել, թե ինչ է անում Ադրբեջանը։ Ուրեմն մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցավ վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության եւ համագործակցության
պայմաններով գիտաժողով, որտեղ ելույթ ունեցավ Ալիևը, որտեղ ելույթ ունեցան այսպես կոչված ադրբեջանցի ակադեմիկներ, ովքեր փռել էին Հայաստանի Հանրապետության քարտեզը, այն ներկայացնում էին որպես արևմտյան Ադրբեջան, եւ այնտեղ ձևավորվեց ուրեմն կոչ Միլի Մեջլիսին, Միլի Մեջլիսը անմիջապես արձագանքեց եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսում այլևս ձևավորված է հանձնաժողով, որը շատ կարճ ժամանակում մի ամիս ժամանակ է տվել Ալիև այդ հանձնաժողովին, որպեսզի ընդունեն բոլոր այն օրենսդրական նորմերը, որոնցով իրանք պիտի իրենց վերադարձը Հայաստան տեղի ունենա եւ Հայաստանի իշխանությունները այդ օրենսդրության հիման վրա պիտի ապահովեն 300,000 ադրբեջանցիների անվտանգ եւ ապահով ապրելը, գոյությունը Հայաստանում ավելին Միլի Մեջլիսի կին падգամավորներից մեկը, ով ելույթ ունեցավ այդ գիտաժողովում, առաջարկեց Նիկոլ Փաշինյանին անհապաղ շատ արագ ընդունել արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնց ղեկավարը եւս Միլի Մեջլիսի падգամավոր է եւ արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստան իրենց պատմական հողեր, իրենց հայրենիք, ճակերտավոր եմ ասում, վերադարձի բոլոր դետալները։ Սա է իրականությունը եւ մի абսուրդի եմ ուզում անդրադառնալ, մենք տեսանք, որ նախորդին Ալեն Սիմոնյանը ուրեմն հրապարակեց իբր 44-օրյա պատերազմի զոհվածների թիվը։ Ալեն Սիմոնյանը ինչ է կամբանից հետո որոշեցին։ Չէ, հիմա ես абսուրդն եմ ներկայացնելու ձեզ։ Ուրեմն այսպես, ուշադրություն։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ճշտվել է 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 3838 զոհ։ 21 թվականին Ավինյանը հայտարարել էր 3439 զոհ։ 21 թվականի ապրիլին Նիկոլը հայտարարել էր 3621 զոհ։ Այո, 22 թվականի հունիսին նույն Նիկոլը հայտարարել էր 3700 զոհ։ 21 թվականի օգոստոսին նույն Նիկոլը հայտարարել էր 3773 զոհ։ 21 թվականի արդեն օգոստոսի 26-ին նույն Նիկոլը հայտարարել էր 3777 զոհ։ 22 թվականին քննչական կոմիտեն հայտարարել էր 3809 զոհ։ 22 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 3812 զոհ, իսկ դրանից առաջ էլ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր 3987 զոհ եւ այսպես այս 4 տարվա ընթացքում 9 տարբեր թվեր 44-օրյա պատերազմի զոհերի մասով եւ մինչ այս պահը մենք անուն առանուն կարող ենք ասել որ սուտ է, քանի դեռ չկան անունները։ Այո, քանի դեռ չկան անուններ եւ մի զարհուրելի դեպքի եմ ուզում անդրադառնամ, ես իմ էջում էլ տեղադրել եմ Facebook-յան, ես իհարկե այդ խայտարակ դաժան տեսանյութը չեմ կարողացել միջև վերջ նայել եւ տեսանյութը չեմ տեղադրել, որտեղ դա զարհուրելի էր, ինչպես Զորական գյուղում սեպտեմբեր ամսին մի խումբ անդաստիրակ լակոտներ քացիներով դաժանաբար ծեծում էին իրենց հասակակից երեխայի եւ այնքան այն դեպքում երբ որ սենց երեխան ընկել էր հատակին ձեռքով գլուխը պահել էր եւ բղավում էր ցավից հեկեկում էր այդ անդաստիրակ լակոտները շարունակում էին քացիներ հասցնել երեխային եւ մի լացիրակ անդաստիրակ լակոտ էլ այդ ամենը նկարում էր եւ հիմա պարզել ենք, որ այդ անդաստիրակ լակոտներից մեկը արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի որդին է, որի մայրը ուշադիր Զորականի դպրոցի փոխտնօրեն Ամալիա Պողոսյանն է, բա դրա համար այդ լակոտները միջև հիմա պատժված չեն, իսկ երեխային քացիներ հասցնող մյուս անդաստիրակը
ուրեմն Զորականի մանկապարտեզի տնորենի Մանուշակ Սուքիասյանի որդին է, բա դուք մանկավարժ եք, բա դուք մայր եք, պատկերացնում եք, բա դուք ես ինչ վիժվածքներ եք դաստիարակել, այդ ինչ եք դաստիարակել, եթե 3 հոգով հարցակվում են մեկի վրա, ուրեմն դուք շակալ եք, ուրեմն դուք դաստիարակել եք 10 հոգից ավել են եղել հարձակվողները, դու բատաղա ես գնա մեկը մեկին 10 հոգով շականել, այսինքն անասունի ծնունդ են, ինչ ա եղել իրականում սեպտեմբերին դեպքը տեղի ունեցել, ոչ Միջև հիմա անպատիժ են, հոկտեմբերի մտավոր հետա մնաց Հասմիկ այդ քո շեֆով, այն թքող չգիտեմ Ալենա ինչա, բան չի չեք զբաղվում, դե մի հատ գրառում արա այն մտավոր հետա մնաց հոկտեմբերին այս տեսանյութը հայտնվել է, տարել են մի երկուսին մի քանի օր պահել են եւ նորից բաց են թողել եւ Զորականի համայնքապետը, քանի որ մեկը դպրոցի փոխտնօրեն է, մյուսն էլ մանկապարտեզի տնօրեն է, լրատվամիջոցներին հարցազրույց տալուց ըստ էության պաշտպանում է այդ լացիրակներին, ասում է դե ես տեսա իրանց գույնը ընկած էր, նրանք արդեն դաստիարակվել են, նրանք պիտի դաստիարակվեն Բերդում, նրանք պիտի նստեն եւ որքան տեղեկացա դատախազությունը բողոքարկել է, նրանց ուրեմն չկալանավորելը, ես ասում եմ ամեն օր այս մասին խոսելու եմ Այն կադրերը, որ ես տեսա, թե ինչպես էին 10 հոգի քացիներով, ամենաայլանդակ սեռական հայհոյանքներով ծեծում անպաշտպան երեխային, երեխան ցավից գալարվելով, աղաչում էր, լացում էր, որ դադարեցնեն, իսկ Ամալիա Պողոսյան եւ Մանուշակ Առաքելյան ձեր որդիները, որ իբր մեծացել են մանկավարժի ընտանիքում եւ արդիկ քրեակատարողականի պետի տեղակալ, քո որդին քացիներով դաժանաբար անպաշտպան երեխային ծեծում էին, ձեր լակոտները նստելու են, սա իմ կյանքի հարցն է լինելու, ես ամեն ինչ անելու եմ, որ իրանք պոտենցիալ մարդասպան են, դուք ինքներդ որպես ծնող պիտի շահագրգիռ լինեք, որ ձեր լակոտները քրեակատարողական դաստիարակել եւ դաստիարակել չեք կարողանում, պետությունը պիտի տանի դաստիարակի իրան, ձեզ էլ հետը, ձեզ էլ ռադանի եւ դուք պիտի պաշտոնանկ լինեք, այո իրանք պոտենցիալ մարդասպան հանցագործներ են, բա պոտենցիալ մարդասպան այդ քացիներից դուք տեսնեիք թե ինչ դաժանությամբ էին ծեծում, երեխան կարող էր մահանալ, մտավոր հետամնաց Հասմիկ չմոռանաս սրան անդրադառնալ, իրանք այս թեմային չես մտավոր հետամնաց ինչ որ sense հուզված սեր, հանդուրժողականություն, բան, տականք լսեցիր, այ բոմժուի, չմոռանաս անդրադառնալ։ Նորից կրկնում եմ, Զորականի մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Առաքելյանը պիտի պաշտոնանկ արվի, որի որդին դաժանաբար քացիներով ծեծում էր անպաշտպան երեխային, ուրեմն դպրոցի փոխտնօրեն Զորականի Ամալիա Պողոսյանը, որի ամուսինը արդիկ ուրեմն քրեակատարողականի պետի տեղակալն է, երկուսն էլ պիտի պաշտոնանկ արվեն, իսկ այդ երկուսի որդիները պիտի եւ այն մյուս մի քանի հոգին ովքեր դաժանաբար ծեծում էին, նաեւ այդ դաժանությունները նկարող սադիստ լակոտը պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Եթե դուք հրեշներ եք մեծացել, ապա պետությունը պիտի վերցնի պոզիտիվ պարտականություն Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում, չնայած որոշները կարծես թե ասեցին արդեն չափահաս են դարձել, նրանց կբերեն ու բարաշեն, պետությունը պիտի վերցնի պոզիտիվ պարտավորություն այդ անդաստիրակ հանցագործ վիժվածքներին դաստիարակելու ամեն օր խոսելու եմ, ամեն օր հետամուտ եմ լինելու եւ տեսնելու եմ, թե դատախազի բողոքը, որ ներկայացվել է, որ կալանքը դատարանը սրանց կալանքից բաց է թողել, ինչ ընթացք է ստանալու եւ դիմում եմ Հայաստանում մարդու իրավունքներով, երեխայի իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանին, ով մի հատ հայտարարությամբ հիմա երևի գնացել են այս ծնողին վախեցրել են, այդ երեխային վախեցրել են, չխոսես, արդեն հանրային բան հնչեղություն է ստացել։ Ծեծված երեխայի ծնողին կարողանաք վախեցնել կամ ինչ-ինչ կերպ նրա հետ լեզու գտնել, որ նա հրաժարվի, ես եւ կարծում եմ adekvat, օրը գիտեք, այս ընթացքում, երբ որ ես այդ մասին գրեցի, մի քանի 100 մայր ինձ զանգել է, ասել է եկեք միասին գնանք Զորական գյուղ եւ նայենք այդ ծնողների եւ այդ քացիներով ծեծողների աչքերին, ասել եմ չէ,
որևէ բան անել պետք չի։ Որտեղ իրաց ծնողի դեմքն է։ Այո, դա իրենց ծնողի անդաշիրակ փողոցային ծնողների դեմքն է, ոչ թե։ Բայց հիմա նաև օդի աղտոտվածության մասին, այս ուղղակի սիրելի հայրենակիցներ, այն որ ձեզ համար շատ կարևոր էր, որ դուք ուզում եք ձեր կյանքում չստացված լինելը ձեր աբիժնիկության համար վրեժ լուծեիք հայ ժողովրդից, այսինքն մի հատ ինչ-որ խումբ կա, որ շարունակում է Նիկոլին կպած մնալ, բայց իմացեք շարունակում են չէ վրեժ լուծել, բայց տեսեք ոնց է, էլի այսպես է լինում, որ հանցագործությունը գալիս աճում է եւ ձեր դուռն է թակում, ձեր երեխաներին է հասնում, օդի աղտոտվածություն, որ գալիս են ձեր տնտանն են հասնում, ձեր հիմա օդի աղտոտվածության մակարդակը ինչ թույնի մեջ է ողջ հայ ժողովուրդը, երևանցիները։ Ուրեմն Երևանը օրեր է եղել, որ անգամ օդի աղտոտվածության աստիճանը, որի նորման պիտի լինի առավելագույնը 50-200-ից անցել, այսինքն աշխարհի ամենակեղտոտ քաղաքից օդի աղտոտվածության առումով Մումբայից տվել անցել է։ Գիտեք չէ վիճակագրությունը Հայաստանը քաղցկեղով մահացության դեպքերով բնակչություն հիվանդ հարաբերակցությամբ քաղցկեղի մահացության դեպքերով Հայաստանը աշխարհում առաջի տեղում է քաղցկեղի երիտասարդացման առումով Հայաստանը առաջի հորիզոնականներում է, գնացեք մամոգրաֆ կենտրոն, գնացեք քաղցկեղաբանության ինստիտուտ, տեսեք քանի 18 տարեկան երեխեք են նստած, բոլորը կրծքագեղձի քաղցեր, բոլորը տարբեր օրգանների քաղցկեղ, եւ այս ամենը այո օդի աղտոտվածության խնդիր է, այս ամենը նաեւ են այլանդակ մեքենաների խնդիր է, որոնք գնում չգիտեմ 1000 դրամով գլուշիտելը կարբյուրատորը չգիտեմ ինչը հանած մեքենաներ են, որոնք գնում 5000 դրամ տալիս են, ֆեյք տեխասմոտրի վկայականը վերցնում են եւ շարունակում են մարդասպանությունը։ Սա սպիտակ գենոցիդ է եւ սրա դիմաց պիտի առնել։ Այդ մեքենաները Երևանում եւ հանրապետության բնակավայրերում չպիտի լինեն։ Այդ ծառահատությունները, այս խայտարակ շինարարությունը, այսում համար է կառուցում։ Փողոցների բանի փոշացություն, աղտոտվածություն, աղբի այրել, այս ամեն ինչը, աղբը որ այրում են փոխանական, այլևս կասեցրեցին, ավելի լավ է հսկայական գումարներ գտնել, ներդնել, աղբի վերամշակման գործարան անել, քան այդ աղբը այրել եւ քաղցկեղով հիվանդների, սրտանոթային հիվանդների թիվը ավելացնել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։